Հերոս տղան Բուլղարիա է ապրում, Վառնայում։ Կարանք իր մոտ գնանք։ Ինձ թվում է այդ լավ գաղափար չի, հա։ Մենք որ փախանք առաջինը մեր հարազատներն են հետապնդելու։ Համաձայն եմ, իմալ այդ մարդկանց վտանգի առաջ կանգնեցնենք։ Գորգոմի ասած կարելի է հասկանալ, որ մենք տարիներով հետ չեն գալու։ Չէ, հետ կգանք։ Մենակ այն դեպքում, երբ ոստիկանությունը մոռանա, որ մենք ստեղ 3 հատ մարդ ենք սպանել։ Ու չեմ ասում, որ հանցագործ աշխարհը Ջանոյի սպանությունը մեզ չի ներելու։ Որ տղի լուրջ եմ ասում, ես ասածներից ոնց որ ֆանտաստիկայի ժանրից լինեն։ Ուզում ես ասես հետ չեն գալու, այսինքն մեր Տոմսի միությամբ, հա, Չգիտեմ, ախպերս։ Ուզեիք, ուզես պիվա։ Հա։ Բայց մենք հաստատ հետ են գալու։ Ես չգիտեմ ոնց, ինչ ճանապարհով, ինչ տարբերակով։ Բայց հաստատ հետ են գալու, մեր հարազատների հետ լինենք։ Բարյա խոժը։ Մերսի։ Ալպես։ Նոր տուն այդքան էլ հեռու չի ստեղից։ Մի կես ժամվա ճանապարհ է։ Թղթերն էլ կարող է ավելի շուտ լինի։ Տղերք, ես հասկանում եմ։ Դժվար է թողել տուն, տեղ, սիրած աշխատանք, սիրած աղջիկ, բայց հավատացեք, ուրիշ տարբերակ չկա։ Իսկ Արամի հետ ամեն ինչը լավ կլինի։ Չգիտեմ, համարս թողել եմ, որ պրոբլեմ ունենա կզանգի։ Հա ու մի բան էլ, եթե ինչ-որ տեղ ունեք զանգելու, հիմա զանգեք, որովհետև Հայաստանից դուրս գալուց էլ չեք կարողանալու զանգեք։ Ինչի։ Ինֆորմացիա կա, որ այսօրվանից ձեր հետևից հետախուզում են հայտարարելու։ Հետո ում էլ որ զանգեք, պռաս լուշկի տակ եք լինելու։ Կես ժամից դուրս են գալիս։ Ասասվո։ Հերթով զանգեք տղեկ։ Давай. Որից քեզ է զապիսը։ Կլուբի ախրանիկներից մեկն է նկարել։ Հետո ջոգել է զապիսի վրա, ովքեր են վախեցել է Մեյդան հանի։ Վերջերս իր անգերներից մեկին էր պատմել, հետ էլ իմ տղեկից մեկի մոտիկն է։ Դրանց զապիսը հայտնվել է իմ մոտ։ Բայց դու իմաստ ես։ Ոչ թե Շավոյի մոտ։ Ռավ, Շաբոն անցած էտապ է, դե ոչն էլ չասեմ ով էր։ Ես ուզում եմ այն ինչ մտածել ես, անենք միասին։ Չես վստահում ինձ։ Զապիսը ատոմային բոմբա, որ տրակեց, սաղս ենք ֆուժելու։ Զապիսը վերացած է, այդ մի օրինակն է, Ու ինչի պետք է ես քեզ հավատամ։ որովհետև հիմա դեմդ նստած եմ։ Ես դեմ չեմ, որ քաղաքը դու նայես, բայց երբ Շավոյին թոշակի ուղարկեցիր, իրա բիզնեսի 50% ինձ պետք է անցնի։ Հա, կհասկանանք։ Գիտեմ, որ մեծ պլաններ ունես, ու վաղուց ժամանակն են մեծ փոփոխությունների։ Համաձայն եմ։ Բայց բեկը պրոբլեմ առավ։ Ես էլ դու էլ գիտենք, որ թորգոմը դրան հենց մստեղը չէր մեղադրի։ Ու եթե պարզվեց, որ ինքն է բռնաբարը ու սպանը այդ աղջկան, մեզ էլ իր հետ խորտակելու է։ Այդքան է ջոգել եմ Ֆրանկ։ Դրա համար եմ թեման բաց թողել։ Ինքը հիմա մեզ պետք է։ Եթե Շավոն դրան իր կողմը քաշեր, Ոչ լավ չէր ելնելու։ Բեկը ոչ մի բան է։
բայց Ջանոյի տղեկը հավատալիմ են իրան։ Դե հա այդ կա։ Ես իմ անելիքը գիտեմ։ Բայց դեպի ձեռներդ կեղտոտես։ Այս զապիսը կարա տապալի բեկին ու իր այդ միասին մեր սաղ պլանները։ Բայց եթե մենք իրար հետ ենք, ուրեմն իրար հետ պետք է ջարմենք, հաշենք։ Հա։ Թող քո ասածով լինի։ Դե ուրեմն ողոր մի շավոյին։ Հազարով լինի։ Ես են համբալը չէ, որ Սակոյանց հետ եկել էր հետները ստրելքի։ Հա, ինքն է։ Զանգի մանչին։ Բեկ ջան, մենք Ջանոյի հետ ուրիշ բան էինք պայմանավորվել։ Գիտեմ։ Բայց հիմա պայմանները փոխվել է։ Սրանից հետո 40%-ը քեզ, 60-ը մեզ։ Ցավը տանեմ։ Ես այտենց կսննկանամ։ Ես օրինական դաշտում եմ աշխատում։ Այդ հարկեր, տուրքեր, որ հանես տակը բան չի մնում։ Բիզնես լրի վարի կգնա։ Այդ քո բիզնեսը չի, այլ մեր։ Թե մոռացել ես, որ հերեսը սաղ փողերը տվել, որ պետությունը ֆաբրիկան ձեռիցդ չառնի, հա? Չէ, չեմ մոռացել, բայց Լսի քեզ ինչ եմ ասում։ Ես գիտեմ, որ հորս մանկության ընկերն ես, բայց ես չեմ թողնի, որ դու հարստանաս, մենք էլ նես մնանք կոպեկների հույսին։ Կարոջ հիմա պայմանները փոխվել է, ոնց ուզում ես կռուտի տարա։ Չես կարում աշխատես, ուրիշ մեկին կդնենք։ Մանչ ջան, ցավը տանեմ։ Բեկին ասա, որ Հիմա բեկն աստեղ որոշում իրա խոսքը օրենքա։ Ես գիտեի, որ վախտի խելացի մարդ էր, բայց հիմա ոնց որ օտարությունդ կորցրել ես։ Ու որ հանկարծ էլ չշշկրես, կբերես 70% պլատիդ կլնես։ Բեկ ջան, բայց Հիմա դավայ էլ արստից։ Սրան կփոխես մանչ։ լավ։ Արամն է հայտնվել։ Սակո ընկերներից է։ Հաստատ ինքն է։ Հա, հաստատ։ Ասում է չէ, որ դրանք լոխեր են։ Հերթով իրանց ոտով գալու են ընկնեն ճանկս։ Արամի պահով թեմա կա, որ պիտի իմանաս։ Ասա։ Գնացել քրեականում ցուցմունք հատվել ընկերների դեմ։ Լուրջ ես ասում։ Հա, 100%-անոց ինֆորմացիա մեր ոստիկանության մարդու հետ եմ ճշտել։ Գրել է, որ կուրսի չի եղել ընկերների պլաններից, բայց լսել է, թե ինչ են պլանավորում ու հաթաթ անունները տվել։ Այդ ոչ մի բան չի նշանակում։ Համաձայն եմ, բայց ճշտել եմ, խելոք սովորող տղա է, այսօր եկուց բժիշկ է ուզում դառնա։ Ինքը գիտեր, որ պետք է իր հետևից գնայինք, բայց հելել ու եկել է։ Ասում եմ, կարող է մեղավոր չի։ Իմերն էլ մեղավոր չէ, մանչ, բայց այդ անասունների պատճառով իմը չկա։ Կարոջի լսի ինչ եմ ասում, այդ Արամին գողնում տանում ենք մեր տեղը։ Իսկ այն գորի տրիններ Վարդանից խաբար կա։ Այսօր իրգուն կտենանք։ Գլուխդ բարձր մի պահի, փագ աշխատի, խորը։
ու արագություն եք պայի։ Գոր, Անկեր Վարդան։ դուք Հայաստանում եք, թե Դերստեղ ենք, մի քանի օրից։ Դու մամայի հետ հանդիպեցիր։ հանդիպել եմ, շատ ա կոտրված։ Գիտեմ, զգացի, որ հետը խոսում էին։ Հիմա իրան մենակ թողել չի կարելի։ Ես մենակ չեմ թողնի, Գոր, ոստանում եմ։ Բայց իմ ներկայությունը դժվար թե շատ բան փոխի։ Ինքը քո կարիքը ունի։ Գիտեմ, բայց բան չեմ կարող անել։ Լսի, ես մարտական ընկեր ունեմ, որ ոստիկանությունում բարձր աստիճան պաշտոնյա է։ Ու դեպքերի բերումով գործը իրանց բաժինն է քնում։ Հանդիպել եմ հետո ու մանրամասն խոսել։ Ու ինչ է առաջարկում, որ ինքնական մեղայականով ներկայանանք։ Բայց խոստացել է անաչառ քննություն։ Լսի, Գոր, փախուստը դա փրկություն չի։ Ժամանակավոր լուծում է ուղղակի։ Գիտեմ, բայց մենք արդեն որոշել ենք ընկեր Վարդան։ Ու ես հնարավոր է, որ իմ վերջին զանգն է քեզ։ Մյուս անգամ կզանգեմ այն ժամանակ, երբ որ արդեն երկրում չենք լինի։ Հասկացա քեզ։ Բայց Ինչ բայց։ Այսօրն էլին էր եկել։ Եզանից էր հարցնում։ Ոնց որ թե տեղակ չի, թե ինչ պատմությունների մեջ ես ընկել։ Վաղ ուշ կիմանա։ Ավելի լավ է քեզանից տեղեկանա, քան ոստիկանությունից կամ սոց ցանցերից իմանա, Գոր։ Ես հասկացա քեզ ընկեր Վարդան, կզանգեմ։ Լսի, ամեն ինչ արա, որ ողջ առողջ տուն վերադառնաս։ Անպայման։ Ալո։ Նելի ջան, բարև Գորնա։ Գոր, ինչ լավ է զանգեցիր։ Ես էլ անհանգիստ էի, տեղս չէի գտնում։ Քեզ հետ ամեն ինչ նորմալ է։ Այդքան էլ չէ։ Ինչ որ բան է պատահել։ Գոր, խոսա, խնդրում եմ։ Նելի, դու ես քանի օրվա ընթացքում հնարավոր է ինչ որ բաներ լսես կամ կարդաս իմ ու իմ ընկերների մասին։ Բայց այդ նենց չի ոնց որ կներկայացնեն։ Ինչի մասին է խոսքը։ Չասի ոչ մեկին չեմ ուզում տենամ մանչ։ Ռաֆն աստեղ։ Բարի օր, Ռաֆ ջան։ Կուրսի չէր պայել, որ գալու ես։ Մեզ մենակ թող։ Որտեղից։ Սխալ հարց ես տալիս։ Այլով է կուրսի սրանից։ Հələ որ մենակ ես ու Ֆրանկը։ Բայց ոչ մի գարանտիա չկա, որ այդ զապիսը վաղը մյուս օր չի հայտնվի Շավոյի սեղանին։ Ու այդ ժամանակ քեզ ցցի կանեն։ Ինչ ես ուզում, որ ես անեմ, Ռաֆ։ Դու մենակ հրաման տուր։ Լյուբոյի կոկորտը կճղեմ մենակ ես զապիսը ջր երես չելն։ Ֆրանկը հիմա մեր հետ է։ Այսինքն իրանից վտանգ չկա։ Բայց Շավան քեզ չի ների Բոշի սպանությունը։ Իրան պետքա ճամփել։ Ու հենց այսօր։ Շավոյի հետևում լուրջ մարդիկ են կանգնած, Ռաֆ։ Բոշն էլ պալաժենեց էր։ Բոշը Շավոյի աճեցրած քոլն էր։ Ու շատերը դիլխոր էին մնացել, որ Բոշի նման բեսպրեդելշիկին առաջ էր բրդում։
Շավն որ չեղավ Բոշի մասին սաղ կմոռանան։ Իսկ Ֆրանկին կարելի է վստահել։ Ֆրանկը իմ հոգսն է։ Դու գործ չունես։ Բայց ինչ անում ես, մենակ պետք է անես։ Մի օրում չեմ հասցնի, Ռաֆ։ Պետք է նստեմ պոչին, որ իմանամ ուր է գնում ում այդ ոնց։ Նա թքած ունի։ Ամեն օր մոթելում է այդ ժամանակ անցկացնում։ Կամերա բան չկա, սա անջատել է տվել։ Տերը մոտիկ մարդա կուրսի ինչից։ Գոր, ես իսկապես շատ ցավում եմ ձեր ընկերուհու համար ու հասկանում եմ, որ ինչքան էլ ինձ ոչինչ չես պատմում, բայց շատ վատ դրության մեջ ես գտնվում։ Հա, Անելի ջան, ուղղակի ուզում եմ ես ամեն ինչի ինձնից լսեիր։ Իսկ ինչքան ժամանակով ես բացակայելու։ Ոնց կարող եմ կապվել հետդ։ Ոչ մի ձև։ Եթե հնարավորություն լինի, ես քեզ կզանգեմ։ Քեզ լավն է, Անել ջան։ Դու էլ քեզ։ Right կարան գնանք։ Լստի։ Բարի օր։ Բարի օր։ Շավայի մոտ եմ եկել կանչելա։ Շավն քո պահ բան չի ասել։ Քեզ չի ասել, ինձ ասել է, զանգեց ասես, որ թափով գամ, մտի ասա, որ ասել եմ։ Մենակ չի, աղջիկա էտա։ Ասում եմ մտի ասա, որ ասել եմ, որ հետո ոչ քո, ոչ էլ իմ համար խնդիրներ չլինեն։ Լավ, սպասի հարցնեմ։ Համիկ, դու ես արա։ Ով որ քեզ տեղ ուղարկե, հաջորդը քեզ է վերացնել։ Գնաս տեղից ու տղավարի խոստանում եմ, կմոռանամ քո մասին։ Չհամոզեցիր։ Բարի օր։ Բարի օր։ Ես ոնց ես ներս մտել չեմ տեսել, երկևէ կոֆեի ապարատի մոտ կանգնած էի։ Մեջքիդ հետևով անցա չնկատեցիր։ Շավն էր կանչել։ Համիկն ուր է։ Ընդեղ որտեղ հեսա դու եկը գնաս։
Ինչ ջահել էինք, ինչ սիրուն, ինչքան երազանքներ ունեինք։ Դու ավելիին էիր արժանի, Գայանե։ Ես երբեք ոչ մի բանի պակաս չեմ ունեցել։ Ես եմ պակասել քո կյանքից։ Երբ ես բանտում էի, դու մենակ էիր։ Պետք չէր սպասել։ Թորգոմ, ես ոնց կարող էի ուրիշի հետ կառուցել կյանքս։ Երբ սիրտս միշտ քեզ ա պատկանել։ Առաջին անգամ քեզ, երբ որ անարդար դատեցին, ես գիտեի, որ դու մեղավոր չես։ Հետո ես դարձա այն, ինչ դարձա, որովհետև ուրիշ տարբերակ չունեի։ Ու դրանով ես քեզնից ավելի շատ տարա։ Քան բանտը ինձանից տարավ։ Թորգոմ, դու միշտ իմն ես եղել, ամեն տեղ, ամեն պահի։ Միակ ցանկությունս ա եղել, որ դու միայն ողջ ու առողջ լինես։ Գիտես ինչ եմ հասկացել։ Որ ես կյանքում ամենաթանկ բաները իրենք իրենց են տրվում մարդուն։ Ու դա պահելու համար պիտի կռիվ չտաս։ Պիտի միայն գնալես։ Ափսոս, որ ուշ եմ հասկացել։ Գուցե, բայց մենք դեռ ժամանակ ունենք։ Հազարը։ Չէ, քնած չեմ արի։ Լավ, ես գնամ քնեմ, այսօր հոգնել եմ, Թորգոմի կյանքս կերել է այսօր։ Արեգը չի ուզում Հայաստան գա։ Չէ, ասեց դեռ շատ գործեր ունիմ, բայց երեխան դեռ մեզ մոտ կմնա։ Լավ, ես գնամ քնեմ, բարի գիսեր։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալուշ և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մախուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալուշ և տխուր և անուր քեզ երբեք սիրտը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեկում և թախից սևորեր ես էր շատ կտեսնեմ քո անունը հավեր կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ
եւ տանջանք եւ վեգում եւ թախից Սորեր իզեր շատ կտեսնեմ Քո պատկերը անց կպահեմ Սուտ կյանքի եւ դարը մահուտ է Տարիներ կսահեն Ախ մերեն երազները բոլոր Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի եւ դարը մահուտ է Տարիներ կսահեն Ախ կմերնեն երազները բոլոր Քո անունը հավերժ կպահեմ Օրերում անհաստատ ու